Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ընտրակաշարքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել հակակոռուպցիոն կոմիտե, ներքին գործերի նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Արփինե Սարգսյանն այցելել է ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենք։ Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել։ Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարին է ներկայացվել առաջիկա ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ նախարարության ենթակա ծառայությունների կողմից իրականացված աշխատանքը։ Արփինե Սարգսյանը խոսելով ոստիկանության աշխատանքի մասին շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը ապօրինություններին պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին տեղի ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները։ Արփինե Սարգսյանին է ներկայացվել ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։ Կարևորվել է ընտրության օրը միգրացիա և քաղաքացիության ծառայության և 112 օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծերի միջոցով քաղաքացիներին և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին տարբեր լեզուներով տեղեկատվության հասանելիության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել անձնակազմի վերապատրաստման հարցերին։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է գործող ընթացակարգերի, ընտրողների իրավունքների և ընտրական հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ինտենսիվացնել հանրային իրազեկումը։ Նախարար Սարգսյանը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված, ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։ Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները ներկայացրել են կոնկրետ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները։ Կենսաչափական անձնագրեր և նոր ID քարտեր Հայաստանում մեկնարկում է փաստաթղթավորման նոր փուլը։ Ըստ ներքին գործերի նախարարի փոփոխությունները կխթանեն թվայնացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին։ Կողմ 65/0 ձեռնպատ 10 որոշում ընդունվել է։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախագծով Հայաստանում ներդրվելու է կենսաչափական նոր համակարգ, որը կառավարության գնահատմամբ կարևոր քայլ է թե պետական ծառայությունների թվայնացման, թե Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Եվրամիությունից արդեն ստացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին զեկույցը, որտեղ հատուկ անդրադարձ կա հենց այս օրենքին։ Նրա խոսքով օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն համակարգված ձևով կազմակերպել կենսաչափական համակարգի ներդրման բոլոր ընթացակարգերը։ Օրենքի համաձայն 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ 6-ից 16 տարեկաների դեպքում քարտը կտրամադրվի կամավոր սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։ Նախարարը նաև ընդգծել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանեցվելու են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։ Ամրագրել ենք, որ նաև օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պիտի պարունակեն կենսաչափական տվյալներ, թեև օրենսդրությունը այսպիսի հնարավորություն տալիս էր, բայց գործառնական որևէ քայլ չունեինք այս տեսանկյունից։ Արփինե Սարգսյանի խոսքով կենսաչափական համակարգի ներդրումն իրականացվելու է պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով, սակայն պետությունը պահպանելու է որոշումների կայացման ամբողջական վերահսկողությունը։ Մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քարք չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար։ Նախարարը ընդգծել է նաև, որ նոր համակարգը խթանելու է կառավարության թվայնացման քաղաքականությունը։ Նրա խոսքով ներկայում գործող համակարգը տարիներ շարունակ չի արդիականացվել, ինչը դանդաղեցնում է տարբեր թվային լուծումների ներդրումը։ Կառավարությունը ակնկալում է, որ արդեն 2026 թվականի աշնանը Հայաստանը կունենա ամբողջությամբ նոր կենսաչափական համակարգ, ինչը թույլ կտա արագացնել պետական ծառայությունների թվայնացման գործընթացը։ Ժամանակակից պայմաններ և բարելավված սպասարկում Արփինե Սարգսյանն այցելել է ներքին գործերի նախարարության Արագածոտնի հաշվառման քննական նոր վարչական շենք։ Նախարարը հետևել է վարորդական քննությունների ընթացքին, զրուցել քաղաքացիների հետ և տվել նոր հանձնարարականներ ծառայությունների որակի բարձրացման համար։
Ժամանակակից շենքային պայմաններ, տեխնիկական վերազինում եւ քաղաքացիների սպասարկման առավել բարելավված միջավայր։ Ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման քննական ստորաբաժանումը նոր հասցե ունի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 13-ին այցելել է Ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման քննական ստորաբաժանում, հետևել վարորդական իրավունքի վկայականի ստացման, տեսական եւ գործնական քննությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքին։ Նախարարը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ տեխնիկական համալրվածությանը։ Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից։ Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նորմալ սպասարկում են մեր ծառայությունները, հա։ Ժողովրդես, այո, քաղաքավարի։ Շնորհավոր, իսկ հեշտ է, չէ՞։ Շատ եմ աշխատել։ Գործնականի համար պարապել եք։ Չէ՞։ Հա, ոչինչ, ժամանակ ունենաք։ Չէ հարցն է։ Ինչն է սխալ։ Արդեն 4-ից։ Նախարար Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բարձրաստիճան պատվիրակությանը, քննարկվել են ներքին գործերի նախարարության համակարգում իրականացվող բարեփոխումները, հատկապես քրեական եւ համայնքային ոստիկանության ուղղություններով։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը, իսկ նախարար Սարգսյանը նշել է քաղաքացիների վստահության աճը եւ ընթացիկ ծրագրերի դրական արդյունքները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպոլի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի եւ գրանցված արդյունքների համար։ Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը, ընդգծելով, որ ներքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, անդրադառնալով մասնավորապես քրեական եւ համայնքային ոստիկանության ոլորտներին, անդրադառնալով ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին, նախարար Սարգսյանը նշել է, որ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաեւ համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։ Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։ Քննարկվել են աղետերի ռիսկի կառավարման եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին եւ համատեղ նախաձեռնություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը COP17-ի նախապատրաստական շրջանակում քննարկել է միջոցառման անվտանգային ապահովման հարցերը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Գերատեսչության ղեկավարը ընդգծել է Հայաստանի փորձը մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման ոլորտում եւ կարեւորել միջգերատեսչական համագործակցությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին եւ Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետեւաբար եւ պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ եւ անխոչնդոտ իրականացումը, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։ Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ երկխոսելու, ինչպես նաև առաջնահերթություններն ու նպատակները հստակեցնելու կարևորությունը, ինչը թույլ կտա նախապես նույնականացնել հնարավոր մարտահրավերներն ու մշակել արդյունավետ լուծումներ։ Կարևորվել է պատասխանատու այլ պետական մարմինների հետ սերտ փոխգործակցության, անվտանգային միջոցառումների համաժամանակեցման եւ տեխնիկական մանրամասների հստակեցման անհրաժեշտությունը։ Համաժողովի անվտանգային միջոցառումների համակարգող Իսմետ Բայրամովիչը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության
համար բարձր է գնահատել անվտանգային միջոցառումների համակարգման հարցում ներքին գործերի նախարարության պատրաստակամությունը։ Նա շեշտել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ հաջողվել է կարգավորել ընթացիկ մի շարք հարցեր։ Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կարևորվել է հետագա քննարկումներում պատասխանատու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը եւ Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը պատվիրակության հետ առանձին ձևաչափով քննարկել են համաժողովի ընթացքում իրականացվելիք անվտանգային համալիր միջոցառումների մանրամասները։ Անդրադարձ է կատարվել հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանն ու գործնական այլ մանրամասների։ Ընդգծվել է քաղաքացիների բնականon տեղաշարժի ապահովման կարևորությունը, քննարկվել է այլընտրանքային երթուղիների մշակման հարցը, տրանսպորտային հոսքերի հնարավոր խոչընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։ Անվտանգային միջոցառումների իրականացման մանրամասների շուրջ քննարկումները շարունակվում են։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը բացահայտել է բարձր տեխնոլոգիաներով իրականացվող խոշորամասշտաբ հանցավոր գործունեություն Արագածոտնի մարզում։ Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրված հատուկ սարքավորումներով իրականացվել են համակարգչային հափշտակություններ և հեռահաղորդակցության ոլորտում հայտնի GSM ֆրոդ սխեմաներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են եւ հաղորդումը ներկայացվել է քննչական կոմիտե։ Ապրիլի 29-ին դատարանի որոշմամբ քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան, այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում է նաև GSM fraud կամ SIM boxing։ Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ, օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ եւ voice over IP հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգերի։ Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում եւ արհեստական րոպեների գեներացում ստվերային եկամուտների ապահովման համար։ Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաեւ հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը, օգտագործելով արհեստական բանականություն եւ ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ, հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին եւ իրականացնել ֆինանսական միջոցների հափշտակություն։ Թվային հետքերը վերացնելու եւ բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոառույթի։ Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Ղարաբաղից տեղահանված անձ, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։
Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 0.70 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։